Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, քննարկում ենք պետական իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը եւ ես բնականաբար սատարում եմ Տիկին Ջուլհակյանի թեկնածությունը։ Տիկին Ջուլհակյանը լավ գործընկեր է, ես իր հետ առիթ եմ ունեցել աշխատել ոչ միայն տարբեր նախագծերի շրջանակում, նաեւ բազմաթիվ գործուղումներ եմ ունեցել, որտեղ կարող եմ վստահեցնել, որ Տիկին Ջուլհակյանը շատ բարձր մակարդակով ներկայացրել է Հայաստանը եւ մեր քաղաքական օրակարգը Տիկին Ջուլհակյան, ես բնականաբար աջակցում եմ ձեր թեկնածությանը, բայց նաեւ պետք է անդրադառնամ հարցերի, որոնք հնչել են այս նիստերի դահլիճում։ Մի ձևակերպում է հնչել 3 պարոն Կարապետյանի կողմից, որի հետ ես չափազանց անհաշտ եմ։ Պարոն Կարապետյան, չի կարող այդ միտքը հնչել այստեղ եւ մնալ անարձագանք, իսկ միտքը հետեւյալն է։ Բնականաբար ուղիղ չեմ ցիտելու, բայց ասում եք դուք եւ մենք նույնն ենք։ Եթե մենք վատն ենք արել, դուք էլ եք վատը անում։ Եվ հավասարության կամ համեմատության նշան ընկալվում էր քաղաքական բանտարկյալները։ Դուք ասում եք դե մենք մեր օրոք եթե եղել է, առաջին նախագահի օրոք, երկրորդի օրոք, երրորդի օրոք, ապա հիմա դուք մի արեք։ Դուք այսպես ասում եք քաղաքական բանտարկյալների թվի կամ ուրեմն բովանդակության համեմատությամբ։ Եվ ես ուզում եմ հստակ ասել, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, ոչ թե որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է դա ասում, այլ ձեր սիրելի տարբեր միջազգային զեկույցներ։ Օրինակ 26 թվականի Human Rights Watch զեկույցը հրապարակել, որտեղ հստակ արձագանքել է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։ Դուք չեք կարող գալ եւ ընտրովի ասել, այս կամ այն զեկույցը մեջ բերելով, Հայաստանում կան արդյոք քաղբանտարկյալներ, թե ոչ։ Միանշանակ է, որ մենք եւ դուք տարբեր եք, եւ ինձ համար դա մեծագույն պատիվ է։ Իսկ ձեր օրոք եմ ասում, որովհետեւ ձեր հայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, երկար տարիներ պատգամավոր եւ ֆրակցիայի նախագահ, եղել են քաղբանտարկյալներ, որոնք ի դեպ ոչ միայն Հայաստանում են արդարացվել, այլ միետ տարբեր վճիռներով։ Հայաստանում քաղբանտարկյալ է եղել եւ արդարացվել 22 թվականին Նիկոլ Փաշինյանը, 19 թվականին արդարացվել է Մուրշեղ Սաղաթելյանը, 20 թվականին արդարացվել են Վճռաբեկ Դատանի կողմից Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթևոսյան, Փառք եւ պատիվ մեր ընկեր Դավիթ Մաթևոսյանին Աստված հոգին լուսավորի, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան, Արամ Բարեխամյանի մասով բողոքը բավարարվել է, Սասուն Միքայելյան, իրենք բոլորը քաղբանտարկյալներ են։ Կան էլի մարդիկ, ովքեր, օրինակ իմ ամուսնու հայրը, ովքեր կարող էին միետ դատավճով արդարացվել, ուղղակի այդ ժամանակ չէր եղել մի վեհն փաստաբան, ով անվճար ուրեմն այդ գործերը կուղարկեր միետ, ցավոք սրտի ամուսնուս հոր գործը այդպես էլ միետ չհասավ, բայց առաջարկում եմ ուսումնասիրել գործը շատ հետաքրքիր էր, ինչպես քնիչը հետաքրքրվում էր, թե Հովանես Թումանյանը ինչ է նվիրել Արշակ Բանուչյանին, այս մասին հետո հարմար առիթով կպատմեմ։ Մեր ընտանիքներում, մեր հասարակությունում, մեր կողքը ապրող հարևանների տանը մարդիկ եղել են, ովքեր օրինակ սովորել են Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում եւ չէին կարող չնկատել, թե ինչ էր տեղի ունենում այնտեղ։ Մենք ունենք շատ ընկերներ, բարեկամներ, ամուսինս ով ծառայել է զինված ուժերում, չէր կարող չնկատել ինչ էր այն ժամանակ տեղի ունենում։ Մեր աչքի առաջ խոյանում էին ձեր դղյակների վեհ պարիսպները եւ մենք չէինք կարող չնկատել, թե ինչպես բացառապես աշխատավարձով ապրող մարդիկ Երևանի կենտրոնում ունեին օրինակ 27 բնակարան։ Այո, դատական համակարգից մենք կարող ենք բողոքել։ Մենք կարող ենք։ Մենք ընդունել ենք ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենք, ստեղծել ենք դատական հակակոռուպցիոն դատարան, հատուկ գծով դատախազի ինստիտուտ ենք ներդրել եւ հիմա կան տարբեր գործեր, որտեղ որ օրինակ ձեր քաղաքական թիմից եւ ձերի դեպք չեմ կողմնշում Արմեն Գևորգյանում թիմից է, պարզվում է, որ մարդով 25 տարեկանից եղել է պետական համակարգում, կարող էր Երևանի կենտրոնում այդ քանակության բնակարաններ ունենալ։ Անհասկանալի է, ես 8 տարի պատգամավոր եմ, կամ պարոն Կոնջորյանը, վարկով տուն առել, ոչ Երևանի կենտրոնում, ինչ ասես չասեցիք, ժողովուրդ վարկով տունա գնել։ Հիմա մի հատ եկեք համեմատենք Երևանի կենտրոնում 27 բնակարան։ Եվ իրականում
Պարոն Ռուբինյանը մի հատ շատ ճիշտ բան ասեց, հա, հաշտ լինել ընտրության արդյունքների հետ։ Ես ուզում եմ մի շերտ եմ ավելացնում, հաշտ լինել ժողովրդի իրավագիտակից լինելու փաստի հետ։ Դուք հեղափոխությանը, էլ մասոնական, էլ սորոսական, էլ ադրբեջանա-թուրքական ինչ ասես չկպցրիք մի բաց պատճառով, որովհետև դուք այսքան ժամանակ կարծել եք, որ հեղափոխությունը տեխնոլոգիա է։ Հեղափոխությունը տեխնոլոգիա չի։ Հեղափոխությունը արձագանք է։ Արձագանք է այդ մանումենտի տներին, ձեր գրպանների հարստացմանը, բժիշկների աշխատավարձ չստանալուն, թոշակներին։ Այո, հեղափոխությունը եղել է արձագանք անարդարությանը։ Եվ գալ ես դալիճում ասել, որ մենք եւ դուք նման եք, փառք Աստծո, որ մենք եւ դուք նման չեք։ Եվ դրա համար է, որ փողոցային պայքար եք գեներացրել։ Փառք Աստծո, այո, պարոն Կարապետյան, իմ համար մեծագույն պատիվ է, որ ես եւ դուք նման չենք։ Դուք փողոցային պայքար եք փորձել գեներացնել, ընտրություններ են եղել, վարչապետ ամենաշատ հրաժարական տված վարչապետն է եղել։ Գայք վերցնեի 21 թվականի իշխանություն դրսում թափածեր վերցնող չկար։ Եվ շատ հետաքրքիր այն պահը, երբ որ դուք մուտք գործեցիք քաղաքականություն։ Գիտեք, ես ձեր ազնվությանը կհավատայի, եթե դուք որոշեի քաղաքականությամբ զբաղվեք մի պահի, երբ որ Հայաստան իսկապես գոյութենական խնդիրների առաջ էր կանգնած, այտենց պահ եղել է։ Բայց դուք քաղաքականություն մուտք գործեցիք, ինչպես Սամվել Կարապետյանը այդ մասին իր ճեպազրույցում ասեց, երբ որ կպան ձեզ։ Պարոն Կարապետյանը ճեպազրույցներից մեկում ասել է. եթե այս քրեական գործերը չլինեին, ես քաղաքականությամբ չէի զբաղվի։ Ասել է պարոն Կարապետյանը։ Պարոն Կարապետյանը չի որոշել զբաղվի Հայաստանի հարցերով, եւ որ կար գոյութենական խնդիր։ Պարոն Կարապետյանը ընտրել է զբաղվել քաղաքականությամբ եւ իր վերաբերյալ քրեական գործ է եղել։ Կամ այս դալիճում ասում եք կրոնական հարց տարբերություն կա ձեր եւ մեր միջեւ։ Այդ դուք ուսումնասիրել եք մեր դավանանքը եւ հասկացել եք, որ կրոնական տարբերություն կա։ Ես Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Իմ աղջիկները կնքվել են Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ես ամուսնացել եմ եկեղեցով։ Եվ իմ դավանանքն ասում է, որ վեհափառը չի կարող ուսակրոնության երթումը դրժած լինել։ Իսկ ձեր կրոնում ինչպես է, ինչ շատ հետաքրքիր է։ Ձեզ մոտ վեհափառը կարող է զավակ ունենալ, այդպիսին է ձեր կրոնը, եկեք եւ մեզ պատմեք, ինչպիսին է ձեր կրոնը։ Ես ձեզ ասում եմ, Գրիգոր Լուսավորչի հետ այդ փուլը անցել ենք, պարոն Կարապետյան, նախորդ գումարումն քննարկել ենք, երևի չեք նկատել։ Կամ այդ ժամանակ քաղաքականությամբ հետաքրքրված չեք, որտեղ չէիք շալակել քրեական գործը։ Նախորդ գումարումում եւ աշտիշատի ժողովում երևի կամ դրանից հետո սահմանվել, այսինքն ժողովուրդ ջան, իրենք իրանց համար սահմանել։ Այսինքն եթե դու Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, այսինքն հաստատում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, այդ էր ձեր ասածը։ Դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, դուք հենց նոր խնդրում եմ նկատել, որ ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Լավ, հերիքա, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Ղազարյան։ Ես առաջարկում եմ, որպեսզի դուք միանաք մեր նորոգման օրակարգին։ Հայ ժողովուրդը մեզ քվե է տվել, որովհետեւ մենք շարունակենք Հայ Սուրբ Առաքելական եկեղեցու նորոգման օրակարգը։ Ես կոչ եմ անում, եթե դուք անհանգիստ եք Հայ Առաքելական եկեղեցու ճակատագրով, միանալ այդ նորոգման օրակարգին։ Հակառակ դեպքում ժողովուրդ պետք է Նարեկ Կարապետյանը եւ գա այստեղ խոսի, թե այդ ինչ դավանանք է, որտեղ վեհափառը կարող է ունենալ զավակ, թող գա եւ ասի, այդ ինչ դավանանք է, որտեղ մենք նման բան չենք նկատել։ Պարոն Ղազինյան, դուք առաջին հայացքից բավականին կառուցողական առաջարկ եք մեզ անում, ասում եք եկեք այստեղ զրոյական կետից սկսենք, մենք էլ ձեզ չենք ասի դուք ինչ եք արել, ասեք, ես հրաժարվում եմ այդ առաջարկից, որտեղ դուք մեզ շահավետ առաջարկ չեք անում, չկա որևէ բան, որ արել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ մենք դրա մասին պատրաստ չենք խոսել, ես չեմ ընդունում ձեր առաջարկը, եկեք, որովհետեւ մենք ասելու ենք դուք ինչ եք արել, պարզային, ես ասում եմ եկեք եւ խոսեք այստեղ եւ ստացեք դրան արժանի պատասխան եւ ի վերջո Տիկին Գրիգորյանն ասում է որ մեզ երկու հանրաքվե են պարտադրում իր ձևակերպմամբ եմ ասում Տիկին Գրիգորյան եւ առհասարակ անդիմությանը առաջարկում եմ ի վերջո
մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին գալ ընդհանուր հայտարարի։ Դուք մեկ բողոքում եք, որ մենք բոլոր եվրոպական ղեկավարներին, լիդերներին բերում ենք Հայաստան մեզ համար քարոզ արշավանելու։ Այսպիսով արձանագրելով, որ բավականին ուժեղ ենք, մի կողմից ասում եք մեզ ինչ որ բան պարտադրում են։ Մենք որևէ հանրաքվեի չենք գնալու պարտադրանքով։ Մեր օրակարգն է գնալ հանրաքվեի, մեր օրակարգն է գնալ հանրաքվեի եւ մենք դրա մասին խոսում ենք 20 թվականի փետրվարից։ Առաջարկում եմ այլևս այդ հանրաքվեն չանվանել Ալիևյան, որովհետեւ դա լինելու է իրականություն։